Վաղը տղեկ, փակում ենք ճամփեքը, բոլորը իմացեք, եթե այսօր չպատասխանեն։ Խոշոր բեռնատարներով մայրաքաղաքի ճանապարհները սպառնում են կատվածահար անել զարյացած վարորդները։ Փոխվարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ կառավարությունում հանդիպումից կոնկրետ պատասխան չեն ստացել, թե ինչ է լինելու իրենց վերջը։ Մեր ձայնը ոչ մեկ չի լսել ուստեղ։ 10 օրում արդեն 3-րդ անգամ են կառավարություն գնացել Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդները, պարզելու թե բանակցում են ռուսների հետ, որ դաշնության տարածք մեկ տարվա ընթացքում առավելագույնը 90 օր մնալու նոր կարգը փոխվի։ Ես կամ այն մեկ էլ շոֆերը չէր տակ բանակցենք։ Ունենք արտգործնախարար, ունենք էկոնոմիկայի նախարար, էսի իրանց մագարտակով գործ է։ Անցած 5 շաբթի այս մարդկանց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել էր, որ բանակցությունները վաղուց են սկսվել, բայց մանրամասներ չի կարող հայտնել, որովհետև դա կարող է վնասել գործին։ Հավատացեք, Էլ սպասել չեն կարող դեպորտի վտանգի առաջ կանգնած մարդիկ։ Վախենում են նստել բեռնատարի ղեկին ու ճանապարհ ընկնել դեպի Ռուսաստան։ Ասում են Հայաստանի քաղաքացիություն ունեցող բոլոր վարորդները սպառել են մեկ տարվա ընթացքում դաշնությունում 90 օր մնալու ժամկետը։ Այս տարեսկիզբին էր Ռուսաստանը միգրացիոն օրենքում փոփոխություն արել, ըստ որի օտարերկրացիները դաշնության տարածքում ոչ աշխատանքային նպատակներով մեկ տարվա ընթացքում կարող են մնալ առավելագույնը 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Սա վերաբերում է նաև իրենց բեռնատարների վարորդներին։ Ժամանակ ա եղել, որ ես 40 օր, 45 օր կանգնել եմ Վլադիկավկազում, հերթ եմ սպասել, հիմա դեմն էլ ձմեռա։ Բռնենք թե ճանապարհը փակվեց ու ես մնացի Մոսկվայում։ Օրինակի համար Ռուսաստանը մնացել եմ Վլադիկավկազում հերթի մեջ։ Այդ ինչ որ մեկն ու մեկը դնելու է թե բան անի հաշվի, այդպես բան չեն անում։ Լոգիստիկ ընկերություններն արդեն վարորդների պակաս ունեն։ Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներ անող Green Velogy ընկերության հիմնադիրի խոսքով իրենց վարորդներն արդեն Ռուսաստան մուտքի արգելք, դեպորտ ունեն, որովհետև 90 օրից ավելի են մնացել դաշնությունում։ Հիմա մենք կանգնելու ենք շուտով խնդրի առջև, քանի որ մենք չենք ունենա այսպես հմուտ վարորդներ ու կարողանանք ուղարկել նորից Ռուսաստանի դաշնություն։ Ով կմտածեր, որ հայ վարորդը Ռուսաստանում ելումուտի խնդիր կունենա, զարմանում են գործազրկության եզրին կանգնած այս մարդիկ։ Նախկի ժամանակներում սա զբան ընդհանրապես չեղի։ Ես 2000 թվականից Ռուսաստան գնում գալիս եմ, դա զբան չեղի։ Հələ հակառակը հայ էին տենում, ասում էին հայ ազգուշ եղեք կամ հարգեք։ Իսկ հիմա հարգանք չկա։ Ու մի քանի տարի է այդ հարգանքը որ չկա։ Այնքան որ աշխատում ենք մի կերպ։ Կառավարությունից վարորդներին խոստացել են մինչև օրվա վերջ պատասխանել, թե ինչ փուլում են իրենց հարցի լուծման համար բանակցությունները։ Հիասթափված վարորդները սակայն իրենց բողոքով հասել են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, հույսով, որ այնտեղ իրենց մի կոնկրետ բան կասեն։ Ասում ամենակ նամակ գրեք գցեք ящիկը։ Всё։ Հույս ունեն, որ ռուսները գոնե կկասեցնեն հետագա դեպորտների շարքը։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։